Վերադառնանք քաղաքական հարցերին, պարոն Փաշինյան, երկրում առկա է դժգոհություն այն առումով, որ ցանկանում են բավականին ստար զանգվածի բնակչություն եւ նաեւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ ասելու միանձնյա իշխանությանը։ Այս իշխանության հանդեպ դեմ են արտահայտվել նաեւ այն կուսակցությունները, ովքեր կառավարության այս համակարգը ստեղծեցին, գրեցին, հետո ձեզ մեղադրեցին այն վայելելու առումով։ Դուք ինքներդ սկզբից ասում եք, որ դժգոհ եք այդ միանձնյա իշխանությունից։ Հիմա 7 տարի անց դուք տեսնում եք, որ երկրում առկա է միանձնյա իշխանություն։ Եթե այո, ինչ եք պատրաստվում անել ապացուցելու ձեր դեմոկրատ լինելը, բավարարելու ժողովրդի պահանջը եւ դրանով իսկ կանխարգելելու հետագա մյուս իշխանության միանձնյա կառավարումը երկրում։ Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, եւ ժողովուրդը իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով եւ ինչ վերաբերվում է կառավարման համակարգի հետագա բարելավումներին, դուք տեղյակ եք, որ մենք պլանավորում ենք նոր սահմանադրություն առաջարկել Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել։ Իհարկե ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ նոր սահմանադրությունը ընդունելիս շատ կարեւոր է հաշվի առնել եւ ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման եւ հարատեվության օրակարգը եւ ցանկացած սահմանադրություն պետք է պետության զարգացման համար պատշաճ պայմանական ասած աերոդինամիկա ապահովի եւ դա պետք է տեղի ունենա։ Հայաստանում չկա անձնիշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն եւ ժողովրդի իշխանությունը անկասելի է եւ անբեկանելի եւ անքննելի է։ Մնացած ամեն ինչը պետք է տեղավորել այդ համատեքստում։